Լաբորատորիա հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ինչպես միշտ այսօր էլ քննարկելու ենք խնդիրներ, հիմնախնդիրներ, հարցեր, որոնք անմիջական եւ շատ դեպքերում որոշիչ նշանակություն կարող են ունենալ մեր պետության ու հասարակության զարգացման առումով։ Այսօր խոսելու ենք տարածաշրջանային վերջին գործընթացների մասին եւ այդ առումով ես այսօր հրավիրել եմ վերլուծաբան մասնագետների, որոնք ոչ թե ժամանակ առ ժամանակ, այլ մնայուն հետևում են տարածաշրջանում տեղի ունեցող բոլոր գործընթացներին։ Հաղորդման հյուրերն են քաղաքագետ Սուրեն Սարգսյանը եւ դիվանագետ քաղաքագետ Վարդան Հակոբյանը։ Շնորհակալ եմ պարոնք հրավերը ընդունելու համար։ Տեսեք, վերջին 1 շաբաթվա կտրվածքով ես բաց աղբյուրներից, այսինքն բոլորին հասանելի լրահոսից դուրս էի գրել ինձ համար 48 վերլուծություն, դեպք, լուր, արտահայտություն, որոնք կամ ուղղակի, կամ միջնորդավորված կերպով կապ ունեն Հայաստանի քաղաքական կենսագրության, եթե կարելի ասել, լինելության հետ։ Այդ խորապատկերի վրա, երբ որ անդրադառնում ես, թե Հայաստանի ներքաղաքական կյանքում ինչ դիսկուրսներ են ու ինչի մասին են խոսում Հայաստանում, կարող է տպավորություն առաջանալ, որ Հայաստանը ոչ թե այս տարածաշրջանում է գտնվում, այլ Ատլանտյան օվկիանոսում ինչ-որ մի հատ փոքրիկ կղզի է ու աշխարհում տեղի ունեցող ոչ մի երևույթ իր հետ կապ չունի։ Այն բակումցի բզեզի պատմության նման, որին թվում է, որ աշխարհը մի հատ բուրաստան է, ինքն էլ ծաղիկի մեջ է։ Հիմա որպեսզի ուրեմն մեր կապարանոց չհնչի, ես այդ 48 ուրեմն հարցերից առանձնացել եմ լոգ ամենաշատը մի 10 հարց, հերթով գանք Հայաստանի հարևան երկրների հետ կապված վերջին 1 շաբաթվա իրադարձություններին եւ լուրերին եւ խնդրեմ ձեր մեկնաբանություն, տեսակետը, թե դրանք ինչ են նշանակում եւ ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի համար։ Սկսենք բնականաբար Թուրքիայից։ Տեսեք, վերջի շրջանում Թուրքիայի դերը կարծես կրկին ակտիվացավ, Տրամպը հայտարարեց, որ ինքը դիմել է Էրդողանին, որպեսզի նա ուրեմն շարունակի իր միջնորդական առաքելությունը կապված ռուս-ուկրաինական պատերազմի հանգուցալուծման հետ։ Հակառակ ինֆորմացիան հայտնվեց, որ նաև Էրդողանի, այսպես կարելի ասել, միջնորդությամբ Սաուդյան Արաբիայում աշխատանքային այց կատարող Տրամպը հանդիպել է Սիրիայի նորընտիր նախագահի հետ եւ դրանից անմիջապես հետո Տրամպը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները լրջորեն դիտարկում են Սիրիայի նկատմամբ բոլոր պատժամիջոցները վերացնելու խնդիրը։ Հաջորդը օրերս ուրեմն պաշտոնական հայտարարությամբ հանդես եկավ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը PPK-ն, որը մոտ երևի մի 40 տարի ուրեմն զինյալ պայքար էր ուրեմն իրականացնում Թուրքիայի դեմ եւ հայտարարեց ինքնալուծարման մասին։ Հեռուստադիտողներին հիշեցնեմ, խոսքը հայտնի Օջալանի կազմակերպության կուսակցության մասին էր։ Հաջորդը, որ շատ ավելի ենթադրում եմ կարևոր նշանակություն ունի, ուրեմն Լոնդոնում բրիտանական եւ թուրքական ներկայացուցիչները ստորագրեցին մի փաստաթուղթ, որը կոչվում է Պաշտպանական արդյունաբերության խորհրդի ուրեմն վերջնական ձևավորման աշխատանքների գործունեությամբ, որը լատինատար ուրեմն հապավումով TVDIC այդ կազմակերպությունն է եւ խնդրեմ ձեր մեկնաբանություն, տեսակետները այս ամեն ինչը Թուրքիայի տարածաշրջանային կամ դերի բարձրացման կամ նոր դերակատարման ստանձնման իմաստով եւ դրա անմիջական ազդեցությունը Հայաստանի վրա։ Խնդրեմ պարոն Հակոբյան, սկսենք ձեզնից։ Ոչ թե ձևակերպեի դերի բարձրացում կամ անկում,
որովհետև այդ դերը ինչ որ ունի Թուրքիան իր աշխարհաքաղաքական դիրքով եւ այլն, արդեն ինստինկտյան այն է ինչ որ կա։ Եվ շատ ծանրակշիռ դեր է դա։ Այլ ուղղակի կարելի է այսպես մոտենալ, որ ինչպես է Թուրքիան այդ դերից օգտվում, այսինքն ինչպես է իր շահերը պաշտպանում եւ ինչ ուրեմն ուղղություններ կան դեպի Թուրքիա եկող, որովհետեւ տեսեք մի կողմից ասենք թե Միացյալ Նահանգների դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ, չգիտեմ, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիա եւ այլն, եւ չնայած այն քայլերին, օրինակ Տրամպի շնորհավորական խոսքը Էրդողանին, որ 2000 տարվա մեջ եւ այլն, այս տեսակ կոմպլիմենտները, դա նաեւ մյուս կողմից նշանակում է, որ ճիշտ է Թուրքիան լինելով շատ փորձված, վերջապես մոտ 500 տարվա պետություն եւ այդ տեսակ դիվանագիտության պատմություն, այսինքն այդ դպրոց անցած պետություն է, էլի դա պատահական գոյացում չի։ Միաժամանակ նա շատ լավ հասկանում է, որ այդ ամեն ինչի հետ մեկտեղ այդ շնորհավորանքներ եւ այլն նրա ունի նրա հանդեպ Թուրքիայի հանդեպ նաեւ լուրջ չեն ասում վերապահումներ, չէ, ոչ թե վերապահումներ, այլ մարտահրավերներ կան, որոնք նայած, այսինքն այս գլոբալ զարգացումները, որ գնում են, ամեն պահ կարող են շուռ գալ, թեքվել եւ այլն։ Եվ ինչ ես հիշում եմ Էրդողանը եկել է իշխանության, փաստորեն Էրդողանը մի կողմից ետ է մղում այդ մարտահրավերները, փորձում է դիմակայել այդ մարտահրավերներից, մյուս կողմից փորձում է ամրապնդել, այսինքն օգտագործել այն կշիռը, որը այդ պետությանը հատուկ է։ Նրա այդ կշիռը միջազգային հարաբերություններում։ Եվ այս առումով, ասենք թե խոսել ինչ որ վերջնական գնահատականներ տալ այս պայմաններում, այն ինչ որ տեղի ունենում աշխարհում, որովհետև խորհրդային միության փլուզումից հետո, եթե ասենք թե մի քանի տարին, երբ որ թվում էր թե Միացյալ Նահանգները, միաբևեռ եւ այլն օգտագործում են, արդեն 2000-ականներից սկսեցին հասկանալ, որ այլ աշխարհակարգ ձևավորելու պահանջ կա եւ դա օբյեկտիվ պահանջ է, այսինքն դեմ լինես դրան, դեմ չլինես, օբյեկտիվորեն այդ գործընթացը գնում է եւ դա հասկանում է բնական է եւ Թուրքիան եւ մյուս պետությունները, լուրջ պետությունների մասին է խոսքս եւ նրանք մի կողմից ուրեմն դիմակայում են այդ մարտահրավերներին, մյուս կողմից փորձում են ամրապնդել եւ այնպիսի վիճակներ է ստեղծվում, որ թվում է այ հաջողություն է եկավ, էս արեցինք, մյուս կողմից է վայ էս վտանգը կա եւ այլն։ Այսինքն ներքին բանով տրամաբանությամբ, եթե նայենք այս զարգացումների, բոլորը սպասում են ինչ որ լուծումի։ Պետք է պահ գա, որ այդ լուծումը վերջնականապես ձևակերպի եւ այս վերջին այս պայմանականորեն ասենք 3 տարվա ընթացքում մենք տեսնում ենք մանավանդ այս տարվա, մանավանդ Տրամպի իշխանության գալուց հետո այդ գործընթացները շատ արագանում են։ Եվ այստեղ պետք է ունենալ շատ ուրեմն մեծ ուրեմն քաղաքական դիրքորոշում, դիմակայություն, փորձ, որպեսզի այդ սրընթաց այդ խճճումների մեջ, այսպես ասած, կարողանալ ուրեմն կողմնորոշվել եւ տեղը գտնել քաղաքականություն սահման։ Պարոն Սարգսյան, համեցեք։ Տեսեք, վերջին զարգացումները, այսինքն ոչ թե վերջին, միգուցե ասենք նախավերջին զարգացումները, մասնավորապես Տրամփի վերադառնալուց հետո Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման այն նախաձեռնությունը, որ ինքը ունեցավ, իհարկե նաև Թուրքիայի դերի ու նշանակության մասին էր, որովհետև Թուրքիան մշտապես շատ գրագետ կարողացել է խաղալ այդ երկու պետությունների հակասությունների ժամանակ, երբ որ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը կամ իրավանախորդ խորհրդային միությունը մրցակցում էին, Թուրքիայի դերն ու նշանակությունը երկուսի համար շատ բարձր էր։ Բայց երբ որ նրանց հարաբերությունները կարգավորվում են, Թուրքիան որոշակիորեն դուրս է մնում գործընթացներից։ Եվ եթե հիշում եք, հենց հայտարարությունները եղան, որ Տրամփը ցանկանում է հանդիպել Պուտինի հետ, ցանկանում է հարաբերությունները վերջիվերջո բերել շատ տրամաբանական եւ նորմալ ինչ-որ մի միջավայր, այստեղ արդեն Թուրքիան հրավիրեց Ուկրաինայի նախագահին, այդ հայտնի նկարը, որ Ղազրևանոցի տակ միասին նկարվեցին Զելենսկու հետ, ըստ էության Թուրքիան ասում էր, գիտեք, ես էլ ունեմ խաղաքարտեր եւ այդ խաղաքարտերը նշանակում են իմ ձեռքում, որ ես էլ պետք է այդ
գլոբալ սեղանի շուրջ նստեն, որտեղ որ աշխարհակարգն է ձևավորվում կամ որտեղ որ աշխարհակարգն է ֆիքսվում, որովհետև ըստ էության ձևավորված նոր աշխարհակարգը առանցին կարևոր հարցեր դրանով մի փորձեք լուծել։ Բնականաբար նաև իր ձեռքում կային շատ խաղակարտեր, որոնց մասին երկեք պետք է խոսել, օրինակ նույն Սիրիան իր խաղակարտերից մեկն էր, որովհետև ինքը ասում էր Սիրիայում առանձին որևէ բան չի ստացվելու, որովհետև ամենամեծ ազդեցությունը Սիրիայում ունեմ ես։ Նույնը Հարավային Կովկասում, Ադրբեջանի միջոցով ես կարամ բոլորիդ քարտերը խառնեմ։ Այսինքն Թուրքիան այս առումով նույնպես կարողացավ իր դերը այլ պայմաններում, բայց նորից ֆիքսել որպես կարևոր խաղացող եւ այն որ նախաձեռնությունը եղավ որ ռուսները եւ ուկրաինացիները հանդիպեն Թուրքիայում, դա նույնպես շատ կարևոր է։ Օրինակ ամերիկացիների եւ ռուսների հանդիպումը տեղի չունեցավ չէ Թուրքիայում, որովհետեւ այստեղ վերապահում որոշակի ունեցան իսրայելցիները։ Իսրայելը համաձայն չէր, որպեսզի այդ հանդիպումը տեղի ունենար Թուրքիայի տարածքում, ուրիշ բաներ նշել։ Դրա համար նրանք առաջին այդ հանդիպումը ունեցան Սաուդյան Արաբիայում։ Հիմա այս նոր իրավիճակում շատ հետաքրքիր է այս նոր աշխարհակարգը ձևավորված, թե ոնց է ֆիքսվում։ Եթե առաջ Չինաստանն էր աշխարհին ասում եկեք ինձ մոտ ներդրումներ արեք, որովհետև ես աճող եւ զարգացող պետություն եւ տնտեսություն եմ, հիմա Թրամփն է նույն բանը անում։ Եվ ինքը մտածել է, որտեղից կարամ փող բերեմ, միլիարդներ Մերձավոր Արևելք, ուրիշ ոչ միտեղ արաբական երկրներից բացի ուրիշ ոչ միտեղ կամ այդ փողը չկա կամ իմ մոտ չեն ներդնելու։ Հիմա այդ իր շրջագայությունը սրանով այնպես պայմանավորված, հենց այս ներդրումներ, ֆինանսական միջոցների, ահռելի ֆինանսական միջոցների ներգրավում եւ այս նոր աշխարհակարգի արդեն ձևավորված ֆիքսումն է, թե ինչպիսին է դա լինելու։ Եվ այս նոր աշխարհակարգի մրցակիցները բնականաբար Չինաստանն ու Միացյալ Նահանգներն են հիմնականում, եւ բնականաբար Ռուսաստանն էլ իր տեղը ունի այս աշխարհակարգում։ Աշխարհը միանշանակ այլևս երկբևեռ չի, երրաբևեռ է, եւ մենք այս իրողություններին դեռևս այս իրողությունների հետ դեռևս ծանոթանալու ենք, որոնք նոր դրսևորումներ են ունենալու։ Շնորհակալ եմ։ Հիմա անդրադառնանք մյուս մեր հարևանի հետ, Իրանի հետ տեղի ունեցած վերջին մի քանի ուրեմն վայրիվերումներին, որոնցից ես առանցացել եմ էլի շատ փոքր թիվ։ Ուրեմն խոսակցություններ հայտարարություն եղավ, որ ի պատասխան Իրանի նախագահի այցի Պուտինը պատրաստվում է այցելել Իրան։ Հաջորդ խնդիրը Տրամպը հայտարարեց, որ կարծես թե միջուկային ծրագրի հետ կապված Իրանի որոշակի առաջխաղացում կա եւ ինչ որ իմաստով հիմա այս հակված չեմ ոչ 100%-ով ընդունել կամ 100%-ով մերժել, վերլուծական հանրույթի մոտ կա այն համոզմունքը, որ Տրամպը արգելեց Իսրայելին օդային հարվածներ հասցնել Իրանի միջուկային ուրեմն օբյեկտներին եւ տակավին 2 օրվա մի քանի ժամերի ուրեմն նորությունը եւ Իրանի պաշտոնատար անձինք հայտարարեցին, որ եթե Միացյալ Նահանգները համաձայնվեն վերացնել Իրանի հանդեպ բոլոր պատժամիջոցները, ապա Իրանը կհրաժարվի միջուկային զենք ստեղծելու իր ծրագրից։ Սա ոչ միայն նշանակում է նոր հարաբերությունների ուրեմն ցիկլ Միացյալ Նահանգներ Իրան հարաբերությունների հետ, դա նշանակում է տարածաշրջանում Իրանի մեր հարևան Իրանի հետ կապված գործընթացների տրամաբանության եթե ոչ ամբողջական փոփոխություն, ապա գոնե ինչ որ վեկտորների սրբագրում եւ այլն։ Կուզենայի դրան անդրադառնալ եւ անշուշտ դրա հնարավոր հետևանքը Հայաստանի պարագայում ես ի նկատի ունեմ առաջի հերթին այսպես կոչված Զանգեզուրյան Միչանսկի հետ կապված Իրանի դիրքորոշումները եւ այլն։ Պարոն Հակոբյան, դարձյալ ձեզնից սկսենք։ Իրանի հարցը բավական շատ հետաքրքիր է։ Վերջապես ինչ են պահանջում Իրանից։ Պահանջում են այդ միջուկային զենքի ծրագիրը փակել եւ պահանջում են ճանաչել Իսրայել պետությունը։ Հատկապես իր այդ պրոքսիների Հեզբոլայի եւ մյուսների։ Հիմա բանը նրանում է, որ Միացյալ Նահանգները եւ Բրիտանիան շատ մեծ աշխատանք տարան Իրանում եւ Իրանի հետ։ Արագ ասեմ, որ այդ նախին նախագահի սպանությունը, այլ կերպ
չի կարելի դա ասել եւ բանի արտգործնախարարի եւ այլն Իրանում որոշ ներքին զարգացումներ բան եւ այս նոր նախագահի, որին ասում են թե իբր պրոամերիկյան, ինչ որ ոչ թե պրոամերիկյան, այլ բարեփոխական ավելի։ Այո, տանում է Ամերիկայի հետ հաշտեցման, որտեղ տնտեսական առումով դա անհրաժեշտ է ուղղակի Իրանին։ Այս պահերը կան։ Հիմա Իրանը որպես նույնպես լուրջ պետություն, սա արդեն մի քանի հազարամյակի պատմություն ունեցող պետություն է, ինքը իր շահերը պետք է պաշտպանի եւ շատ լավ պատկերացնում է։ Նույնիսկ եթե Իրանը պատրաստ է այդ միջուկային ծրագիրը փակել եւ պատրաստ է ասենք թե ճանաչելու Իսրայելը, որտեղ ժամանակին բարեկամ պետություններ են եղել եւ այլն, բայց այստեղ մի բան կա, որ դա անելով նայած ինչ կերպ, ինչ պայմաններով եւ այլն, Իրանը կարող է կորցնել իր դեմքը, քաղաքական դեմքը, կշիռը։ Այսինքն կարծես թե այո, կստորադասվի, այսինքն այն որ նա խաղում էր այդ երկու բանի շուրջ, եւ միջուկային եւ Իսրայելի եւ այդ որ ասում եք պրոքսի ուժերը եւ այլն, եթե նա դրանից հրաժարվում է, Իրանի դերը շատ տարօրինակ վիճակում է հայտնվում Իրանը եւ Թուրքիան է բարձրանում։ Այստեղ Իրանի համար արդեն հենց դա է դառնում լուրջ խնդրեմ, եթե Հայաստանից եք ուզում ասել, դրա համար Իրանին դուրս է գալիս, որ մնում է խաղաքարտերից մեկը Թուրքիայի հետ հարաբերություններում Զանգեզուրի միջանցքը։ Այո։ Այդ մեկ եւ ամենակարևորներից մեկը Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Եթե նախին նախագահը կարողացել էր չափազանց, ուրեմն մերձենալ Ռուսաստանի հետ, ապա այս նախագահը զգացում է, որ մի քիչ ուղղակի ինչ-որտեղ զգուշավոր է եւ դիստանցիայի վրա է պահում։ Եվ Միացյալ Նահանգներին այսօր դա է մտահոգում, այս խնդրեմը, որովհետեւ Ռուսաստանին չես կարող խաղից դուրս դնել մերձավոր արևելքում, եւ այստեղ շատ հետաքրքիր զարգացումներ կան։ Եվ երբ որ Տրամպը ասում է, որ այնպես կխստացնենք այդ սանկցիաները Ռուսաստանի նկատմամբ, որ չափազանց բան տնտեսապես շատ մեծ վնաս կհասցնենք, խոսքը հենց Իրանի հետ հարաբերությունների մասին է, խոսքը Ուկրաինայի մասին չի, որովհետեւ իսկապես եթե Իրանը տեսնի, որ այս ճանապարհով ինքը կորցնում է իր քաղաքական կշիռը եւ դրա համար մերձենա ռուսների հետ, այստեղ արդեն շատ լուրջ խնդիր է առաջանում։ Այստեղ նաեւ Թուրքիան պետք է մտածի, պետք է մտածեն տարածաշրջանի բոլոր լուրջ խաղացողները։ Այնպես որ դեռ այդ սրընթաց զարգացումները, այդ խառը իրավիճակը դեռ չի գնում պարզեցման։ Այսինքն մենք կարող ենք ենթադրել ինչ կլինի, ինչ չի լինի, բայց այդ հարաբերություններից կախված է նաև Հայաստանի դերը, այսինքն ոչ թե որպես պետության, ես այդ ուզում եմ հատուկ նշել, ոչ թե որպես ինչ-որ քաղաքական սուբյեկտի, այլ որպես տարածքի։ Այսինքն Հայաստանը այս խաղի մեջ չկա, չի մտնում, որովհետև գիտեք, այդ խաղի մեջ, դիվանագիտական խաղի մեջ մտնելու համար այդ մեխանիզմները օգտագործելու, դու պետք է քո ազգային շահը ձևակերպես։ Ազգային շահ ձևակերպած չի, բացի այդ խաղաղությունից տափակ որ խոսում են, ուրեմն դու չես էլ կարող դիվանագիտություն վարել։ Դիվանագիտությունը այդ քաղաքական շահի, երկրի ազգային շահի հետապնդման մեխանիզմ է։ Եթե չկա այդ ձևակերպումը չկա, դու արդեն սուբյեկտ որպես այդպիսի բացարձակ չես։ Առանց եթե գիտենք Հայաստանը փոքր է, իր կշիռը աշխարհակաղակական փոքր է, բայց մենք այն աշյան ենք զրոյացրել այդ դաշտը, որտեղ ինչ որ չափով գոնե հաշվի առնեն, ասենք Հայաստանի շահերը։ Դա այսօր այս իշխանությունների մասն է, խոսքս գոյություն չունի։ Այնպես որ այս տարածքային մոմենտը կարող են օգտագործել եւ Իրանը, եւ Թուրքիան, եւ Ռուսաստանը, եւ Միացյալ Նահանգները, եւ Ադրբեջանը, բացի Հայաստանի ուրեմն արտաքին քաղաքականությունը։ Հասկացա։ Կարծում եմ, որ նաև պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, եթե Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության, նաև տնտեսական շահերից կբխի բնականաբար Միացյալ Նահանգների եւ Իրանի հարաբերությունների կարգավորումը, որտեղ եթե դու ունենում ես Իրանի նման հարևան, որը պատժամիջոցների տակ չի այլևս, քո առևտրաշրջանառությունը եւ շփումները Իրանի հետ սահմանափակումների տակ չեն, այսինքն չես
բավարարվում միայն 500 միլիոնով որ ունես, այլ կարող ես ավելի մեծ հնարավորություններ ունենալ։ Մի խոսքով, եթե դու ունենում ես զարգացող, արագ տեմպերով զարգացող հարևան պետություն, ես կարծում եմ, որ դա Հայաստանի համար լավ է, մանավանդ որ այս պարագայում որքան հզորանում է Իրանը Միացյալ Նահանգների հարաբերությունները կարգավորելով, այդքան ավելի ծանրակշիռ է դառնում նաև տարածաշրջանում, այդ թվում Թուրքիային հակակշիռ որպես։ Այսինքն մրցակցությունը, եթե Հարավային Կովկասում կա մրցակցություն, եւ բնական է որ դա կա, նույն այդ երկու խաղացողների միջև բնականաբար այստեղ Իրանը շատ ավելի ազդեցիկ հակակշիռ է դառնում Թուրքիային, դրանից բխող բոլոր հետևանքներով։ Դրա համար իմ համոզմունքն այն է, որ եթե Միացյալ Նահանգների եւ Իրանի հարաբերությունները կարգավորվեն եւ եթե Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հարաբերությունները կարգավորվեն, դա մեզ համար բավականին լավ միջավայր կարող է ձևավորել բոլոր առումներով, այդ թվում նաև անվտանգային տեսանկյունից։ Դրան գումարած Ադրբեջանի դերի նվազեցում որովհետև հակակշռելով Թուրքիային միաժամանակ հակակշռում է Իրանը նաև Ադրբեջանին եւ Ադրբեջանի ցանկացած ագրեսիվ նկրտումներ։ Հիմա հենց այս գործընթացներով է կարծում եմ պայմանավորված նաև Ադրբեջանի ագրեսիվ ռետորաբանության եւ նաեւ հնարավոր գործողությունների նվազումը, որովհետեւ Թրամփը ինչ է ասում, ես ուզում եմ բանակցություններ, ես չեմ ուզում պատերազմներ։ Իսրայելին ասում է դու գործողություն չանես Իրանի դեմ, որովհետեւ ես բանակցում եմ։ Ուկրաինային ասում է ես քեզ փող չեմ տալու, կռիվ մի արա ռուսների դեմ, որովհետեւ ես բանակցում եմ։ Ես բանակցություններից եմ սկսում։ Եվ շատ լավ հասկանում են, չէ՞, որ ցանկացած գործողություն Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ դա նորից շուտ լարված միջավայր է ձևավորելու, որը խնդրահարույց է նաեւ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի բանակցությունների համար, Միացյալ Նահանգների եւ Իրանի բանակցությունների համար, որովհետեւ վերջերս նորից ամեն ինչ խառնվում է։ Դրա համար ես կարծում եմ սա ինչ որ զսպաշապիկ է այս պահի բաց պատուհան մեզ համար նաև եւ կարծում եմ որ նորից եմ ասում իմ համոզմունքն այն է որ Միացյալ Նահանգների եւ Իրանի հարաբերությունների կարգավորումը նաև Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունների կարգավորումը մեզ համար լուրջ հնարավորություն է ընձեռելու արտաքին քաղաքականության մեջ ակտիվ աշխատելու, պատուհան է բացելու, որից մերոնք պետք է փորձեն օգտվել։ Իհարկե չեմ կարծում որ կարող են, բայց ամենայն դեպս այդ պատուհանը լինելու է։ Այդ պատուհանը դեպ պատմականորեն շատ փաստացի օրինակ 90-ականների սկզբին, երբ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները ջերմ էին, մենք շատ լավ հնարավորություն ունենք ակտիվ աշխատելու եւ Միացյալ Նահանգների հետ եւ Ռուսաստանի հետ։ 90-ականների սկզբի մասին է, կեսերի միջև մասին է գնում խոսքը։ Նույնը տեղի ունեցավ սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո, երբ որ վերջի Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների շահերը համընկան աբեկչության դեմ պայքարում, առաջինը Պուտինն էր, չէ՞, որ զանգարեց Բուշին, ասեց մենք քո հետ ենք, ինչա պետք, ինչով օգտակար ենք։ Այստեղ նաեւ մեզ համար հնարավորություն բացվեց, ես հիշում եմ այդ տարիներին մեր պաշտպանության նախարարը տարին մեկ անգամ գնում էր հանդիպում էր Պենտագոնի իր գործընկերոջ հետ, տարին մեկ անգամ։ Ի տարբերություն ենթադրենք վերջի 8 տարիների, որ մի անգամ հանդիպում նման մակարդակի տեղի ունեցավ, նա հեռացող մի քանի օրից, մի քանի օրից հեռացող պաշտպանության քարտուղարի հետ։ Այսինքն այս երկու խաղացողների շահերը երբ որ համընկնում են, խանդ չի լինում, այսինքն հնարավոր է լինում երկուսի հետ շատ adekvat աշխատել եւ դիվանագիտական բոլոր, այսինքն դիվանագիտությունը քաղաքականության գործիքներից մեկն է։ Այդ բոլորը շարում է իր շուրջ, եւ սկսում է շատ ակտիվ աշխատել բոլոր ուղղություններով, քանի այդ հնարավորությունը կա։ Եվ այս պարագայում այդ երկուսի կամ երեքի հարաբերությունները, փոխհարաբերությունները կարգավորման պարագայում այդ պատուհանը մեր մոտ բացվելու է։ Շնորհակալ եմ, հաջորդ խնդրին անդրադառնանք, որ վերջի շրջանում ուրեմն գոնե ինձ հասանելի մի քանի վերլուծական նյութերի, եթե կարելի ասել հպանցիկ, ուրեմն ծանոթությունը ինչ մի թեզի առաջ հանդիպեցի, ես կուզենայի դուք այդ թեզին անդրադառնայիք միջև հիմա արդեն ասացի խորապատկերի ներքո։ Բնականաբար, եթե Թուրքիայի դերի բարձրացում է տեղի ունենում կամ Թուրքիան ամրապնդում է իր, եթե կարելի ասել, պատմական դերակատարումը տարածաշրջանում, Իսրայելը դրա մեջ շատ լուրջ վտանգ է տեսնում իր քաղաքական տրամաբանության զարգացման տեսակետից։ Եթե առավել եւս Իրան, Միացյալ Նահանգներ հարաբերությունները չեմ ասում ընկերության վերածվեն, բայց գոնե իրար սպառնալիքներով չգնան, Իսրայելը միայն այն չի, որ շահում է, որ Իրանը կճանաչի Իսրայել պետությունը, բայց նաև կորցնում է իր շատ լուրջ դաշնակցին հակաիրանական ճակատի վրա, խոսքը վերաբերում է Միացյալ Նահանգներին։ Երկրորդ կորուստը, որ կարող է ունենալ Իսրայելը, այն խաղադրույքը,
այդ բառի թե ռազմաքաղաքական, թե նյութական եւ դիվանագիտական առումով, որ Իսրայելը իրականացել է Ադրբեջանի հետ վերջին մի քանի տարիների ընթացքում ներառյալ ուրեմն 44-օրյա պատերազմը իր այն դիվիդենդը այլևս չի ստանալու, որովհետև հասկանալի է, որ այս փոփոխվող ձեր ներկայացած կոնֆիգուրացիայի պարագայում Ադրբեջանը, եթե կոպիտ շատ ասենք, չի կարողանալու իր պարտքը հավուր պատշաճի վճարել Իսրայելին իրեն տրամադրված օգնության համար։ Եվ այս խորապատկերի վրա մի քանի վերլուծաբան նշում էին, որ Իսրայելը կփորձի այս իդիլիկ վիճակը մի քիչ խառնել իր դերակատարումը բարձրացնելու համար, որքան էլ որ տարօրինակ հնչեց ինձ համար, հետեւյալ նախադասությամբ. Իսրայելը բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի Սիրիայի եւ Իրաքի տարածքում ռենեսանս ապրի իսլամական պետություն, այն ռազմական ձևավորումը շատերին հայտնի ԻԳԻԼ անվանումով եւ այլնով, որի համար պարարտ կա թե Իրաքում, թե մանավանդ Սիրիայում։ Հիմա սկսենք ձեզնից այս անգամ էլ պարոն Սարգսյան, որքանով եք դուք դա տրամաբանական համարում, որ նոր էսկալացիայի օջախ կարող է ձևավորվել, նորից հեռուստադիտողները շատ լավ գիտեն ինչ է իրանից ներկայացում իսլամական պետությունը տարածաշրջանի համար, հատկապես մերձավոր արևելքի քրիստոնյաների, այդ թվում հայերի համար։ Դե իսլամական պետությունը ըստ էության ստեղծեց այն ժամանակ, երբ որ անվտանգային վակուում ձևավորվեց այս պետություններում։ Սիրիայում քաղաքացիական պատերազմ, Իրաքում իշխանության տապալում, այսինքն այս ամեն ինչը ձևավորեցին պարարթող, որպեսզի ձևավորվի այս ահաբեկչական կազմակերպությունը, որը ինչ որ ժամանակ անց իհարկե շատ մեծ թափ հավաքեց, դարձավ ամենահզորներից մեկը։ Սա իհարկե հնարավոր սցենար է, բայց այստեղ մի շատ կարևոր նյուանս կա, որը պետք է հաշվի առնել, որը ի հայտ է գալիս վերջին օրերին, դա Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հարաբերություններն են, զարմանալի հարաբերություններ կարելի է դրանց անվանել, որովհետեւ Թրամփը հիմա մերձավոր արևելքում է գնացել հասել այլ ռազմավարական դաշնակցի հարևանի տուն, բայց դաշնակցի մոտ չի մտնում։ Ասես բան երբեք չի եղել։ Թրամփը իր երկու նախագահական շրջանների առաջի այցը հենց Սաուդյան Արաբիա է արել։ Նու եթե չհաշվենք, որ Հռոմի Պապի հուղարկավորությանը գնաց մասնակցել, սա ուրիշ բան է։ Սա շատ կարևոր նյուանս է, եւ ամենակարևորը այդ պրոիսրայելական Թրամփը, որ միշտ ասել են ինքը շատ պրոիսրայելական է, հիմա նաեւ հрьяաների ազդեցությունը Միացյալ Նահանգներում պետք է երբեք չթերագնահատել, բայց այդ հрьяաների մոտ էլ միանշանակ չի վերաբերմունքը Նետանյահուի նկատմամբ։ Այսինքն այստեղ խնդիրը նաև Նետանյահուի անձն է։ Հետո Նետանյահուն այսօր պոպուլյար մարդ չի, որպեսի նրա բոլոր, ասենք, ասածներին ենթադրենք, ասես այո ճիշտ է եւ այլն։ Այսինքն նաև Միացյալ Նահանգներում են դա հասկանում եւ այդ նույն հрьяաները Իսրայելում էլ են ուժեղ են եւ նույն այդ հрьяական ազդեցիկ գործիչները, հрьяական լոբին Միացյալ Նահանգներում որ կա, այո, իրանք շատ ազդեցիկ են, բայց Նետանյահուի հարցում իրանք շատ մեծ տարբեր շատերը, շատ հрья վերլուծաբաններ, գործիչներ համարում են Նետանյահուին Իսրայելի ամենամեծ խնդրեմ, որ ինքը այսօր ունի Իսրայելը։ Հասկանում եք, այսինքն չեն համարում հարևաններին, համարում են հենց Նետանյահուին։ Եվ սա քննադատում է սարսափելի ձևի։ Եվ սա բնականաբար նաև Միացյալ Նահանգների քաղաքականության վրա է, այսինքն Միացյալ Նահանգները արգելում է, ասում է, չէ, Իրանի դեմ գործողություն չես անում, կամ եթե անում ես, ես չկամ այդ պատմության։ Ինքդ կարաս գնա, արա, ես այդ համարում եմ սխալ, որովհետև ես պետք է բանակցեմ։ Նրա պատասխանի պարագայում էլ ես թեվեսկո վրա չեմ փայլում։ Քաղաքական վերնախավում Միացյալ Նահանգների, ոչ թե Իսրայելի, ոչ թե ռազմավարական դաշնակցի, այլ գոնե Նետանյահուի նկատմամբ այդ վերաբերմունքը կա, եւ պատահական չի, որ Թրամփի խորհրդականների շրջանակում մտերիմ այս գործընկեր խորհրդականների շրջանակում չկա Ջարեդ Քուշները իր տեսան, ով որ իր առաջին նախագահության տարիներին Իսրայելի ամենահզոր բնականաբար աջակիցներ եւ լոբիստներ ամենահզոր եւ միևնույն ժամանակ Թրամփի գլխավոր խորհրդականները մերձավոր արևելյան քաղաքականության մեջ, այսինքն պատկերացրեք ինչա մերձավոր արևելքի նկատմամբ քաղաքականությունը, եթե քո գլխավոր խորհրդականը էթնիկ հրեա է եւ բավականին ազդեցիկ ընտանիքից։ Սա նույնպես բնականաբար պատահական չի, որովհետեւ վերջի-վերջո Թրամփը հասկացել է, որ մի փոքր այլ ճանապարհով պետք է։ Եվ վերջի-վերջո իր ազգային անվտանգության հարցերով խորհրդականին օրեր առաջ ազատեց պաշտոնից, հիմնավորումը ոչ պաշտոնական հիմնավորումներ, տեղեկատվական արտահոսք եղավ, որ դա պայմանավորված է եղել նրա անվտանգության հարցերով խորհրդականի եւ
Իսրայելի միջև սեպարատ պայմանավորվածություններով պրոիսրայելական որոշակի պայմանավորվածություններով, որը նա անվտանգության խորհրդում փորձել է առաջ մղել եւ ներկայացնել նախագահին որպես Միացյալ Նահանգների շահերից բխող միանշանակորեն բխող գործողություն։ Սա շատ հետաքրքիր զարգացում է, հաշվի առնելով այն իրողությունները, որոնք այսօր գետնի վրա կան։ Համեցեք բանակ։ Ես ամբողջին կավելացնեի մի բան, այսինքն ոչ թե գաղափարական, այլ այն բաները, ինչ որ հատուկ է, ասենք, Իսրայել ազգային պետությանը, ժողովրդին եւ այլն։ Մի քիչ անորոշ եմ ասում, բայց փորձեմ կոնկրետացնել։ Վերջին հաշվով Նեթանյահուն, որին այդքան քննադատում են, եւ կարելի ասել ժողովուրդը չի սիրում մեծամասամբ նրան։ Նեթանյահուն ազգային պետական գործիչ է։ Նա ազգայնական է, ըստ էության, իր գաղափարախոսությամբ եւ այլն։ Միացյալ Նահանգներում հրեական այդ համայնքները, որոնք շատ ծանրակշիռ են եւ այլն, այդ նույն, ասենք, կազմակերպությունը, հիմա մոռացա ինչպես էր կոչվում, դրանք մի քիչ այլ հուդայական հավատացյալ այդ գաղափարախոսության կողմնակիցներ են, այսինքն նրանք ովքեր ազատ մտնում են Իրան, դուրս են գալիս եւ այլն, եւ նրանք միշտ ինչ որտեղ փորձել են սահմանափակել պետության, Իսրայելի պետության դերը որպես այդպեսին, համարելով, որ դա բերում է վտանգի է ենթարկում ամբողջ ազգը։ Կոպիտ ասած, նրանք կողմ են, որ Իսրայելը ամբողջ աշխարհով հրեաները գործեն եւ այլն, բայց երբ որ հավաքում ես միտեղ եւ պատերազմի մեջ ես մտնում հարևաններիդ հետ, մի օր կարող է գա այնպիսի ժամանակ, որ քեզ մի հարվածով ոչինչ ասնեն, քո պետականությունն է, քո ժողովրդին էլ։ Այսինքն ընդհանուր առմամբ այս պահը կա։ Եվ նայեք, Իսրայելում ղեկավարությունը պետական միշտ բաժանվել է, տատանվել է երկու կողմի վրա, ազգայնական եւ կրոնական։ Հիմա սա Միացյալ Նահանգները միշտ են դա հաշվի առել, միայն այսօր չի, որ ասենք Տրամպը սահմանափակում է ինչ-որտեղ Իսրայելի գործը, միշտ էլ Միացյալ Նահանգները, որքան էլ պրոիսրայելական լինեն, որպես իրենց դաշնակից, բայց միշտ փորձել են ուրեմն որոշակի սահմանների մեջ առնել, որովհետև փորձը ցույց է տվել, որ ստեղծման օրից այդ երկիրը գտնվում է մշտական պատերազմի մեջ, մշտական խնդիրներ է բերում եւ այլն, թե Իսրայելի համար, թե ընդհանրապես ոչ է, եւ ել չեմ ասում Միացյալ Նահանգներ, արաբական այդ երկրների հետ հարաբերությունները, դրա համար փորձել են միշտ զսպել։ Եվ այստեղ որքան է զարմանալի լինի, ասենք ռուսական դիրքորոշումը, Այն որ եկել են ժամանակին համաձայնության երկու պետությունների մասին եւ այլն, այդ թերի Միացյալ Նահանգներում, եւ հրեա ժողովրդին, որոնք Իսրայելում են բնակվում, ձեռք է տալիս։ Բայց հիմա կա այն ինչ որ կա։ Եվ այն ինչ որ արեց Նեթանյահուն, նա ուղղակի խառնեց տարածաշրջանը։ Այն ինչ որ ստեղծե թե Բեյրութ, Լիբանանում ինչեր արեց, թե Գազայում եւ այլն, այդ ամեն ինչը բերեց շատ ծանր վիճակի, ել չեմ ասում, որ Թուրքիայի հետ չնայած որոշակի ինչ որ թվում է թվացial փոխմբռնման, կան ոնց ասած խաղաքարտեր, որոնք պահված են թևքի մեջ, եւ դրանցից մեկն է նաեւ քրդական հարցն է, որ վաղ թե ուշ հрьяաները կփորձեն օգտագործել։ Հիմա այս ամեն ինչը, որ մենք ասում ենք, դեք մենք բավական հեշտ է ինֆորմացիա հավաքել ամբողջ աշխարհից եւ խոսել համաշխարհային քաղաքականության մասին, բայց մենք հույս ունենք, որ մեր իշխանությունն է, մենք ունենանք այնպիսի իշխանություն, որը կարողանա այդ ամբողջ բաների մեջ, ասենք, տեսեք, իսկապես Իրան Միացյալ Նահանգներ հարաբերությունների բարելավումը կամ Իրան Ռուսաստան Միացյալ Նահանգներ եւ այլն, դա մեզ հնարավորություններ է տալիս, բայց այդ հնարավորություններից պետք է օգտվել, բայց եթե դու մի վեկտոր ես վերցրել Թուրքիայի, Ադրբեջանի հետ հարաբերությունների, դու դրանից չես օգտվի, այսինքն այս մոմենտը մենք կորցնում ենք, այնպես որ Իսրայելի հարցով այս ամեն ինչը որ ասվեց, շատ ավելի լուրջ նաեւ պետք է մտածի Ադրբեջանը։ Մենք դե պարզե չենք մտածում, բայց այստեղ կա Ադրբեջանի ֆակտորը եւ շատ նման է, որ Ալիևը այդ ամեն ինչը շատ լավ հասկանում է։ Թուրքիան ինքն էլ է հասկանում եւ Ալիևին բացատրում են, որ այս տեսակ
Տղաջան հարցեր կան։ Հարցեր կան եւ կարող է վաղը քեզ շատ լուրջ խնդիրների առաջ կանգնաս։ Այսինքն դուք երկուստ էլ ըստ էության դրանով եք նաեւ պայմանավորում, այս զարգացումների տրամաբանությամբ եք պայմանավորում, որ Ադրբեջանի ռազմատենչ ռետորաբանությունը վերջին գոնե 2 շաբաթվա ընթացքում կարծես թե եթե չասեմ մեղմվել է, ապա գոնե իրեն հիշեցնել չի տալիս անդադ տարբեր առիթով։ Նաև կրակելը, բառացիորեն նաև ֆիզիկապես կրակելը, այսքանի օրը չկա, չէ՞, որ վերջին մի քանի օրերի ընթացքում շաբաթների։ Ռուսաստանի հետ միշտ լարված վիճակում է հիմա գտնվում, չէ՞, ես Իսրայելի հարցերը, այսինքն միայն մի բան կարելի է ասել, որ Ալիևը Ադրբեջանի իշխանությունները լուրջ քաղաքականության հետևից են գնում։ Այսինքն հաշվարկներ են անում, աշխատում են, ինչ որ մեր մոտ չեք տեսնում։ Ցավոք սրտի։ Անդրադառնանք շատ ավելի, ուրեմն, եթե դեմ չեք, հանգուցային հարցի վերջի շրջանում ես մեկ էլ հիշում եմ, երբ որ նոր այդ ֆորմուլան հայտնվեց, 3 գումարած 3 ֆորմուլան, տարածաշրջանի 3 խոշոր պետությունների՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան եւ 3 փոքր, ուրեմն ցածր քաշային կատեգորիաների Հայաստան, Ադրբեջան, Վրաստան 3+3 ֆորմատին ես իզարմանս ինձ նկատեցի, որ երկար ժամանակ դրա մասին ընդհանրապես չէր խոսում, կարծես այդպիսի ֆորմատ ոչ էլ եղել է, ոչ է նման քննարկում եղել է, բայց վերջի շրջանում նկատեցի, որ կա շեշտադրում, որ լավ, ի վերջո եթե տարածաշրջանային խնդիրները լուծում ենք, ապա չեն ասում 3+3-ը վերականգնենք, այլ ասում եմ պետք է հաշվի առնել տարածաշրջանային խնդիրները եւ այլն, եւ ինձ շատ հետաքրքիր էր դիտարկել, որ թե ռուսական վերլուծաբան եւ թե թուրք եւ Իրան վերլուծաբանները ասում են 3-3-ը կարծես թե վատ ֆորմատ չի, որը թույլ է տալիս, որ այսպես ասենք օտար մարդիկ այս մեծ խաղերի մեջ տարածաշրջան չմտնեն։ Այսինքն մենք 3 մեծ պետություններ, 3 փոքր պետություններ, եկեք իրար հետ հասկանանք մեր խնդիրները կարգավորենք, հնարավորություն չտանք, որ որևէ մեկ այլ ուժեղ կողմ, որևէ մեկը ընդհանրապես մեկն է, չէ՞, բնականաբար։ Կամ Միացյալ Նահանգներ, կամ Եվրոպա, կամ նույնն է, Արևմուտքը, այստեղ չմտնի ու իր հարցերը հետապնդելու համար մեզ, ոնց որ ասած, մեզ չխառնի, նորից բան չանի։ Որքանով եք դուք իրատեսական համարում այս ֆորմատի, եթե չասեմ վերակենդանացումը, ապա այս ֆորմատով, եթե այսպես ասենք, դիվանագիտական կոնսուլտացիաներ կամ քայլեր, խաղեր, հակախաղեր ու այս տրամաբանության մեջ Հայաստանի անելիքը ոչ թե միայն այն, որ չի անում, հասկացանք, իսկ անելու ինչ շանսեր կան եւ եթե գա այն օրը, երբ որ մենք ունենանք պատասխանատու իշխանություն, այդ իշխանությունը ինչ սրբագրումներ պիտի անի այս տարածաշրջանում, այս ֆորմատի տրամաբանության մեջ։ Շատ լավ հասկանում եմ, որ հեշտ հարց չեմ տալիս, բայց դե մեր հաղորդումը հեշտ հարցերի մասին չի։ Գիտեք, ինչ որ տեսնել հարցի հեշտությունը չի։ Վերջին հաշվով 3+3-ը սովորական դիվանագիտական գործիք է։ Այո։ Ինչպես Մինսկի խումբը։ Այո։ Նույն վիճակում Մինսկի խումբի գործունեությունն է։ Հիմա ամբողջ բանը նրանում է, որ կապված է զարգացումներից, ով կփորձի հիշել եւ ասել, եկեք նորից այս դիվանագիտական գործիքը վերցնենք եւ օգտագործենք։ Մյուս օրը կարող է ասել Մինսկի խումբը օգտագործել։ Եվ այստեղ գնում է այդ պարզաջրումը պետք է լինի, եւ եթե ինչ որտեղ ասենք Ռուսաստան, Իրան եւ նաեւ Թուրքիա, բայց Թուրքիան այստեղ մի քիչ հարաբերական, եթե Ռուսաստանն Իրան որոշակի բանի գան, ասենք Վրաստանն էլ միանա, չգիտեմ, Հայաստանը ում կմիանա եւ այլն, այսինքն շահագրգռված լինեն, կսկսեն աշխատացնել այդ մեխանիզմը։ Դա որպես ուրեմն պահեստային մի գործիք պահվում է, կգա ժամանակ կօգտագործեն, չէ։ Այսինքն միշտ այդպես է դիվանագիտության ու քաղաքականության մեջ։ Հիմա ինչ կարող ես անել։ Իհարկե շատ լավ կլինի, որ ասենք թե
թեկուզ գոնե այդ ֆորմատով, եթե ոչ Մինսկի նորից հարցեր բարձրանան, կարգավորման եւ այլն, բայց ախր պետք է ասենք, որ հիշենք, որ մենք նոր ասեցինք, որ շատ խճճված ու խառը բարդ հարաբերություններ են եւ սրընթաց այնպես են զարգանում, որ դժվար է գտնել այդ ամեն ինչի զարգացումների առանցքը, դեռևս չի երևում այդ վեկտորը ասած։ Եվ չմոռանանք նաեւ մի շատ կարեւոր խաղացողի մասին, շատ կարեւոր, որը մեր տարածաշրջանի, ինչպես նաև Հարավային Կովկասի, այսպես ասած, ճարտարապետն է եղել, Մեծ Բրիտանիան։ Այո։ Ադրբեջան պետություն ոչ միայն բոլշևիկներն են ստեղծել, այլ նրանք են մասնակցել եւ 92 թվին կարծեմ չէ, որ Մարգարետ Թետչերը եկան, այդ Ալիևի հանդիպումը եւ այլն, նրանք վերահաստատեցին։ Կամ այսօր Պակիստան-Հնդկաստան հարաբերությունները ով կա, հիմա այդ մարդիկ աշխատում են։ Ուրեմն կան ուժեր, որոնք կնային այս գործիքը հենց փորձեն օգտագործել, պետք է խանգարել, թույլ չտալ։ Կամ մենք օգտագործենք մեր շահերից բխող։ Այո, Ալիևին էս ուղղությամբ դնենք եւ նա դեմ լինի, կամ չգիտեմ ռուսներին մյուսին։ Այս խաղն է գնում մշտական, այստեղ հետևողական, քրտնաջան աշխատանք է պետք դիվանագիտական, քաղաքական աշխատանք, որ կարողանաս այդ մեխանիզմները օգտագործես մեր փոքր շահերը գոնե ինչ որ ձևով կարողանանք պաշտպանել։ Մանավանդ հիշեցնեմ, որ ոչ ոք դեմ չի լինի։ Տեսեք, ոչ Ռուսաստանը, ոչ Միացյալ Նահանգները, ոչ Ֆրանսիան ձեռ չեն քաշել որպես այդպիսի Մինսկի համան։ Այսինքն դա էլ որպես պահեստային գործիք գոյություն ունի։ Եվ պատահական չի, որ Ալիևը շատ արագ ուզում է, որպեսզի Հայաստանի հետ մեկտեղ երկուսով իրենք ասեն, եղբայր մենք հարց չունենք, հետեւաբար Մինսկի խմբը անելիք չունի։ Մի բան ուղղակի ավելացնեմ, որ ասում ենք, եթե Իրան Միացյալ Նահանգներ հարաբերությունները կարգավորվի, նաև Ռուսաստանի հետ էլ, այստեղ ստեղծում է ուրիշ իրավիճակ։ Այո։ Այստեղ արդեն ավելի շատ ադրբեջանցիք պետք է մտածեն գուցե թուրքերը, այսինքն դեռ այդ դաշտը չի հասունացել, թե որ գործիքը ընտրեն, ինչ միջոցով իրենք մեծ տերությունների մասին եմ խոսում, այդ հարցը լուծելու մենք էլ փորձենք մեր չափով դրանից օգտվել։ Այստեղ ես կարծում եմ նաև պետք է քննարկենք, թե այս երեք պետություն, այսինքն Հարավային Կովկաս պլյուս հիմնական երեք խաղացողները բնական է, եթե հնարավորություն ունենա Ռուսաստան ամբողջությամբ Հարավային Կովկասը վերցնի, ոչ մեկ եթե չի կիսել։ Եթե հնարավորություն ունենա եւ Հայաստանի եւ Ադրբեջանի եւ Վրաստանի վրա ունենա բացառիկ ազդեցություն, ենթադրենք Իրանը կամ Թուրքիան, ոչ մեկին չեն տալու, վերցնելու են։ Պատմական փորձը ցույց է տալի, որ Ռուսաստանի ազդեցությունը ստե պատմականորեն ավելի մեծ է եղել։ Իհարկե այդ արանքում ինչ որ Վրաստանը գնացել է մի որոշ ժամանակով, հետո նորից հետ է եկել։ Ադրբեջանը ինչ որ ժամանակով գնացել, հիմա դեռ հետ չի եկել, բայց միգուցե վաղը գա Թուրքիայի մասին եմ խոսում։ Իհարկե գլոբալ խաղացողները հնարավորության դեպքում կտանեն իրանց, բայց եթե տեսնեն ինչ որ պետք է ինչ որ պահի կիսել, ինչ որ պայմանավորվել, ինչ որ ձևաչափեր ստեղծել, իհարկե դա կստեղծեն։ Բայց այստեղ մի հատ շատ կարևոր առանձնահատկություն կա՝ ի տարբերություն նախորդ 100-ամյակի, ընդհանրենք Խորհրդային Միության սկզբից մինչև մեր օրերը նոր խաղացող կա, որի կոչվում է Չինաստան։ Եվ Չինաստանը այստեղ ի տարբերություն նախորդ բոլոր այդ երեքի եկել է ռազմավարական գործընկերային հարաբերությունները հաստատել եւ Ադրբեջանի եւ Վրաստանի հետ, նաեւ Ռուսաստանի հետ եւ Իրանի հետ։ Այսինքն Չինաստանը մեծ հաշվով այդ փափուկ ուժի, տնտեսության, ֆինանսական միջոցների, ներդրումների միջոցով ինքն էլ է մտնում տարածաշրջան։ Ընդ որում, այս տարածաշրջանն ամբողջությամբ ասում եմ մենք ուզում ենք հարաբերություններ ունենալ BRICS-ի հետ։ Մենք ուզում ենք չինական ներդրումներ, մենք ուզում ենք ճանապարհ եւ գոտի նախագծին մասնակցենք։ Մենք ուզում ենք Չինաստանի հետ խոր ավելի հարաբերություններ ունենանք եւ միակ պետությունը, որը ռազմավարական փաստաթուղթ չունի ստորագրած չինացիների հետ, դա մենք ենք։ Միջինվերջից դեսպան չունենք։ Այսինքն ամբողջ տարածաշրջանը գնում է այն կողմ, մենք փորձում ենք գնալ այն կողմ։ Մի քիչ այստեղ տրամաբանությունը իհարկե մեղմ ասած լավը չի, բայց ամենայն դեպս զուտ ֆիքսելու համար եմ ասում։ Հիմա Չինաստանը իր ճանապարհ եւ գոտին անելու է, աշխարհը ոնց էլ պատտվի ինքը անելու է, արդեն անում է։ Եվ շատ ակտիվ այդ գործողությունները արվում են, գնում են դեպի առաջ։ Մեր հարաբերությունները Չինաստանի հետ, ես կարծում եմ մեղմ ասած ճիշտ չեն կառուցվել, եւ սխալ են կառուցվել մեր կողմից, ոչ թե չինացիների կողմից։ Մենք շատ սխալ քայլեր ենք արել չինացիների հետ մեր հարաբերություններում եւ դեսպանի 1 տարի դեսպան չունենալը, դիվանագետը նստած է կհաստատի, դա մեսիջ է։
Իհարկե։ Դու Չինաստանի նման պետություն ես, եթե մի տարի դու ինչ-որ պետություն դեսպան չես ուղարկում, այդ Չինաստանը, ասենք չես կարա, չէ, ինձ համոզես, որ չէ, հարմար մարդ չունեին։ Ասենք իրանց արտգործնախարարությունում 10,000-ավոր դիվանագետներ կան, չէ՞, ասենք խոսքը դրա մասին չի բնականաբար։ Խոսքը են հետևողական աշխատանքի կամ չաշխատանքի մասին է, որը մեր կողմից տարվել է, հետևաբար չինացիները շատ ճիշտ հասկացել են, այս ինչ էր անում։ Սա շատ կարևոր բան է, որ մենք պետք է հասկանանք եւ ընդհանրապես Չինաստանը այսօր մի բևեռա, որը որ այդ 3+3-ն էլ կարա աշխատի, բայց Չինաստանը արդեն այնքան է ներքաշված, այնքան է ներգրավված ամբողջ ռեգիոնում, 3+2-ի մեջ արդեն որ եթե 3+3-ի նպատակը արևմուտքին դուրս մղելն էր, հիմա այդ 3+3-ի նպատակը բոլորը հասկանում են, որ չի կարա Չինաստանին է դուրս մղի, այսինքն 3+ ինչ-որ մի բան էլ պետք է լինի։ Այս առումով իհարկե նույն Մինսկի խումբը Եթե վաղը Մինսկի խմբի վերակենդանացման ինչ-որ սցենարներ լինեն, ինչ-որ քննարկումներ լինեն, չի կարա Չինաստանը չլինի դա արդեն։ Որովհետև Չինաստանը բացի նրանից որ անվտանգության խորհրդի անդամ պետություն է, բացի նրա աշխարհի թիվ 1 տերությունն է արդեն տնտեսական տեսանկյունից։ Եվ ամենաարագ զարգացող, ամենաարագ ազդեցություն ձեռք բերող պետությունն է։ Այսինքն չես կարա դու աշխարհաքաղաքական ինչ-որ հարցեր լուծես, արդեն առած չինացիների կարծիքը հարցնելու առնվազն։ Նույնիսկ եթե դու Միացյալ Նահանգներն ես։ Հիմա Միացյալ Նահանգները գնացել ասում եկեք իմ մոտ փող ներդրեք, որովհետև գիտեք արդեն անցնում են ինձ։ Հեգեմոն Մոսկվա այցը Սիզիպինը գլոբալ հարցեր եկան լուծեցին եւ հետո պետք է իսկ դուք տեսեք թե Սիզիպինը ոնց է Լատինական Ամերիկայի հետ աշխատում, առանձին պետությունների հետ ինչ։ Այսինքն ինքը մտել է նաեւ Միացյալ Նահանգների քթի տակ եւ ասում է գիտես ինչ կա այդ Պանաման որ ձեռքիցս վերցրեցի 100 հատ էս Պանամա եմ կառուցելու այստեղ։ Դրա համար եթե ինքը գնացել հասել է Աֆրիկա, Աֆրիկան մի քիչ ավելի մոտ է աշխարհի, բայց գնացել է Լատինական Ամերիկա հասել։ Դա նշանակում է որ կամ այդ Գրենլանդիայի պատմությունը ինչ է, Գրենլանդիան հոտենց Թրամփը ինքը հասկանում է, չէ՞ որ Գրենլանդիան Չինաստանին հակակշռելու համար շատ կարևոր տարածք է, որտեվ A ռեսուրսներ, որը Չինաստանը ունի իսկ ինքը չունի, եւ B որովհետեւ ճանապարհ եւ գոտի ուղղություններից մեկը հենց արկտիկ ուղղությունն է։ Այո։ Եվ ինքը այդտեղ գալիս է ոչ թե որտեվ տենց տվեք ինձ Գրենլանդիան, հա հասկացանք, ինքը ասում է 21-րդ դարում Թանյանովա, որ ունենա աշխարհաբնում ես կղզին։ Տվեկեց ինձ։ Բայց էլ ենք հասկանում, բայց իրականում դրա տակ նաև ռազմավարական հաշվարկ կա, չէ՞, անվտանգային հաշվարկ։ Չինաստանը այսպես թե այնպես մասնակցում է բոլոր գլոբալ հարցերին։ Այսինքն այն որ Նապոլեոնը ասում էր քնած առյուծ, այդ առյուծը մեկ էլ մենք գործ ունենք մի փոքր Հայաստանի հետ, որ սաղ կողքերը չինացիների հետ ակտիվ աշխատում են, չինացիները ներդրումներ են անում, գնում են դեպի Չինաստան, BRICS-ի անդամ են դառնում, Շանխայի համագործակցության կազմակերպություն են գնում այդ համագործակցությունը։ Ու մենակ մենք ենք որ չենք համագործակցում։ Կա այդտեղ թելադրանք իմ կարծիքով։ Այո։ Այսինքն արևմուտքը նույն որտեղ ասել է որ բան պահեք ձեզ Չինաստանից։ Դե բայց սաղ կողքերդ դուրս են, սաղ կողքերդ գնում են նայում են այն կողմ, դու տես ոնց է։ Չեն անում, սրանք Վրաստանը ոնց բան չարեց։ Դու հաշվի առարելի։ Ու եւ Հնդկաստանն էլ որոշակի առումով դերակատար է այս տարածաշրջանում, այդպես դա չպետք է։ Դե որտեվ հնդիկներին էլ, Հնդկաստանին էլ ամերիկացիները դիտարկում են որպես հիմնական չինացիների դեմ պատնեշ, իսկ հնդիկները ասում են մեզ մի դիտարկի պատնեշ, մենք լուրջ պետություն ենք, այստեղ մի նայեք։ Հիմա տեսեք ինչ մի իրավիճակի վրա ենք գալիս, պարոնայք, արդեն դեպի ամփոփում տանելու իմաստով։ Շատ հասկանալի է, որ աշխարհաքաղաքական այս գործընթացները այդ տետերի վրա գրած կոնսպեկտ չեն, որ ասենք մեկը այսպես գրեց, այդպես է լինելու, մենյուսը ասա չէ, ես դա այդ համաձայն չեմ։ Սա process է։ Այդ process-ը ունենում է թե հնարավորություններ, թե մարտահրավերներ։ Եթե որևէ գերտերություն կամ տարածաշրջանային խաղացող պետություն ինչ որ հաջողություն արձանագրում, ինչ որ ասպարեզում բացի այդ հաջողություններից ինքը ստանում է այդ հաջողությունից նույնիսկ բխող նոր մարտահրավերներ եւ ինքը անդադ եթե շատ կոպիտ մարզական բանով ասենք ինքը անդադ ֆորմայի մեջ պետք է լինի անկախ նայից ինքը քանի անգամ է չեմպիոն դարձել կամ ում հետ է խաղում ինքը անդադ պետք է այդ ֆորմայի մեջ լինի որպեսզի այդ բոլորին պատասխանի եւ հասկանալի է որ այս եթե կարելի ասել դինամիկ հավասարակշռություն կամ որոշ վերլուծաբաններ ասում են համաշխարհային դինամիկ անհավասարակշռության այս պայմաններում բոլորը փորձում են adekvat լինել գործընթացներին, հետևել դրանց, որpիսի եթե
իրենց համար բացասական տենդենսներ նկատվում եւ իրենք բարձր Հայաստանը խոշոր համաշխարհային խաղացող չի, փորձի ինքը իր համար հավանական կորուստները հասցնի մինիմումի, իսկ եթե են կոպիտ ասում են այնպեսի մի իրավիճակը խաղաքարտերը այնպես են դասավորվել, որ դու հնարավորություն ես նաև քո կտորը պոկես, պատրաստ լինես դա պոկելու։ Քո ազգային եւ պետական շահերի հետևից։ Հիմա բայց եթե դու այդ ամեն ինչով չես զբաղվում եւ ամենակարևորը ձեր երկուսին եմ ուզում ուրեմն երկրորդել, եթե դու չես ձևակերպել թե այդ մեծ խաղի մեջ դու ընդհանրապես ինչ ես ուզում, բնականաբար դրանից հետո ինչ իմաստ ունի այս ամեն ինչը վերլուծել, ինչ իմաստ ունի այդ ամեն ինչի վերլուծության հիման վրա փորձել քաղաքականություն անել, հենա հանգիստ նստում ես, քեզ մի օր Կրեմլից կզանգեն, ասեն Վազելով արի պարադի կգնաս։ Այն մյուսը ասում է չհասկացանք, դու պարադ ես գնում, ասում ես հա պարադ գնում եմ, բայց զորախումբը շքերթին չի մասնակցի։ Այս անլրջության պարագաներում, այս տոտալ անլրջության իրավիճակում դու ոչ միայն քո հնարավոր եթե բարենպաստ պայմաններ լիներ դու օգուտ չէիր քաղելու, նույնիսկ եթե պայմանները անբարենպաստ չլինեն, դու տուժողի դերում ես հանդես գալու, որովհետև ամեն մեկը փորձելու է իր կտորը պոկի։ Հիմա այդ կտորը ինչ որ մեկի հաշվին է պոկվում, էլի, այս տարածաշրջանում չի կարող այս տարածաշրջանի գործընթացներում տուժող լինի Մոզամբիկը կամ էլ թե չէ Ինդոնեզիան։ Տուժողը կամ շահողը այս տարածաշրջանի երկրներն են, որոնք որ պիտի տեղավորվեն այս վեկտորի մեջ։ Մանավանդ թույլերը։ Մանավանդ թույլերը։ Մանավանդ ամենաթույլը։ Մանավանդ ամենաթույլը, մանավանդ մեկը, որը տարածաշրջանում չունի ռազմավարական դաշնակից։ Ինչու՞ մենակ տարածաշրջան։ Ընդհանրապես չունի։ Ընդհանրապես աշխարհի։ Հիմա այս խորապատկերի վրա ենք սիրելի հեռուստադիտողներ, մենք քննարկում այս թեմաները։ Ոչ միայն այն պատճառով, որ աշխարհը վերջին 6 ամսվա ընթացքում երկու անգամ կանգնեց այն 5 րոպե առաջ միջուկային պատերազմից։ Առաջինը Եվրոպա-Ռուսաստան հնարավոր բախումներ Ուկրաինայում, երկրորդը Պակիստան-Հնդկաստան հնարավոր բախումը եւ հանդես են գալիս մարդիկ, ասում են մենք լիքը ուրիշ հարցեր ունենք, մի հատ զսպեք ձեզ եւ այլն, բայց այս երացող աշխարհում դու քեզ պայես այնպես կարծես թե դու ոչ միայն այս տարածաշրջանում չես, դու ընդհանրապես երկրագնդի վրա չես, ինչ որ մի հատ վիրտուալ Հայաստան ես, ու այս ամեն ինչը քո հետ կապ չունի։ Սա արդեն ոչ թե քաղաքական սխալ է, դիվանագիտական սխալ է, սա ինֆանտիլիզմի էլ չի։ Սա շատ ավելի վտանգավոր բան է, որովհետև Աստված մի արածց է, երբ որ ինչ որ ձևի հայտարարի գա, պարոն Հակոբյան, Օսաքսյանց հետ միանգամայն համաձայն եմ, որ այս խաղը դեռ էֆում է, դեռ այո տեսանելի է վեկտորը դեպի ուր է գնում, բայց վերջնական ձևակերպումը կա։ Մտաբախությունը իմ եւ շատերի է, թվում նաեւ ձեր վստահ եմ մտաբախությունն է, որ անկախ նրանից կհստակենա, չի հստակենա քաղաքական քարտեզի վրա մենք գոյություն չունենք։ Այո, մենք մի հատ տարածք ենք եւ մարդիկ բնականաբար պիտի մտածեն այս տարածքի օգտագործման մասին։ Որպես ամփոփում խմբեմ ձեր տեսակետն է, պարոն Հակոբյան։ Ըստ էության ձեր ամփոփման մեջ ասացիք, այսինքն տարածքի բանի վերաբերյալ, եթե դու չես քո պետության շահերի մասին մտածում, չես էլ ձևակերպել, չէ՞, այդ ամեն ինչ։ Չկա արտաքին քաղաքական կոնցեպցիա, ըստ էության չկա։ Ուրեմն դու ոչ կարող ես ըստ այդ նպատակի, այսինքն քո շահերը պաշտպանելու դիվանագիտություն վարես, ել չեմ ասում ոչ էլ կարող ես քաղաքականություն վարել։ Այդ առումով մեր պետությունը ու ժողովուրդը կարծես, նո այդ բառի համար չգիտեմ, կներեք, բայց անտեր կարծես լինի։ Այսինքն չկա մեկը, որ այդ շահերը արտահայտի, հետապնդի եւ պաշտպանի։ Էս է ամենակարևորը։ Տեսեք, նույնիսկ Միացյալ Նահանգների նման
գերտերությունը սովորաբար ամեն նախագահի գալու հետ նոր ազգային անվտանգության ռազմավարությունն է ֆիքսում, որի մեջ իր արտաքին մարտահրավերներն է ֆիքսում ու իր անելիքը անվտանգության եւ արտաքին քաղաքականության։ Նույնիսկ այդ թիվ 1 պետությունը, որը կարա ոչ մի փաստաթուղթ չունենա, այնքան կայացած համակարգ ունի, այնքան կայացած ինստիտուտներ ունի, նույնիսկ այդ պետությունը դա անում է, որովհետեւ հասկանում է ինչքան կարեւոր է աշխարհին ցույց տալ, որ սա եմ ես, սա է իմ գիծը եւ ես գնում եմ այս ճանապարհով։ Այո, եւ ես վստահելի գործընկեր եմ, կանխատեսելի գործընկեր եմ եւ այլն։ Հայաստանը ընդհանրապես չունի ազգային ոչ միայն ազգային անվտանգությունը մի կողմ դնենք, չունի արտաքին քաղաքականության ոչ միայն կոնցեպտ, ոչ միայն ռազմավարություն, չունի սկզբունք, չունի տեսլական, ոչ մի չունի։ Այսինքն չգիտեն ուր են գնում, տենց խնդիրները լուծում են պամերի պաստուպլենի, ինչպես ասում են, խնդիրները չեն լուծում, փորձում են լուծել, եւ իրականում սովորաբար ստացվում է, որ չեն էլ կարողանում լուծել։ Այսինքն հիմա եթե ասեն Հայաստանի արտաքին քաղաքականությունը ինչպիսին է, ոչ մեկ չի կարող ասել ինչպիսին է։ Ինչ որ ամորֆ, անհասկանալի շարժումներով, էկլեկտիկ ինչ որ շարժումներով միացած process-ը, որը պրոբլեմատիկ է ոչ միայն մեզ համար, այլ նաեւ մեր գործընկերների համար, որտեղ ոչ մեկ չգիտի մենք ով ենք, ինչ ենք ու ինչ ենք ուզում։ Դա դիվանագիտություն չի, որ չգիտեն դու ինչ ես ուզում, դա անողնաշարություն է։ Այսինքն դու պետք է հստակ իմանաս ինչ ես ուզում եւ հասկանաս, որ ճանապարհով գնաս այդ կետին հասնելու համար, որը մենք չունենք։ Դե ինչ, բանակ, շնորհակալ եմ մասնակցության համար, դիտողներ, ուղղակի մի փոքր ռեմարկ, եթե թույլ տաք, մենք այսօր խոսում ենք աշխարհակաղակական գործընթացների մասին, որոնք առաջի հայացքից վերացական, երկրորդական բաներ են թվում, բայց ելի բարեկամներ, դրա արձագանքը դուք զգալու եք ձեր սալանների բովանդակությամբ, զգալու եք էլեկտրաէներգիայի հովարային տևական անջատումների իմաստով, արժեքի ու գների, գազի գնի իմաստով, այսինքն սա ոչ թե խնդիր է աշխարհակաղակական վեկտորների, աշխարհակաղակական գործընթացների, վերլուծական, ինտելեկտուալ մտավարժանքների մասին, ոչ, սիրելիներս, դա վերաբերվում է Հայաստանի Հանրապետության ամենահեռավոր գյուղից մինչև քաղաքի կենտրոնը ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացու վաղվա օրվան եւ դրանից բխող հետևանքներին։ Շնորհակալություն, կհանդիպենք։ Շնորհակալություն, պարոններ։ Շնորհակալություն։